Now, when we have these gatherings, the purpose is to build each other up in our faith. Երբ որ մենք հավաքում ենք մեկտեղ, նպատակը էտերիալն է, թե որպեսզի մենք մեկս մյուսին նպաստենք հոգևոր աճի։ As you know, the 14th chapter of Corinthians is a great chapter about doing gatherings or doing worship services. Առաջին Կորինթացի 14-րդ գլուխը հրաշալի մի հատված է, որը խոսում է եկեղեցում մեկտեղ հավաքվելու եւ պաշտամունք կազմակերպելու մասին։ In verse 26 it says let all things be done for building up. Եվ այդտեղ էլ նշվում է առաջին Կորինթացիս 14:26-ում, որ երբ որ մեկտեղ հավաքվում եք, դա արեք մեկը մյուսին հոգևոր աճի նպաստելու համար։ And in 1 Thessalonians 5:11 Առաջին Թեսաղոնիկեցիս նամակում նույնպես 5-րդ գլխում someone would like to read that 1 Thessalonians 5:11 Առաջին Թեսաղոնիկեցիս 5:11-րդ համար ինչ որ մեկը կարդա Հետևաբար միմյանց քաջալերեցեք, միմյանց հոգևոր շինությանը նպաստեք, ինչպես արդեն անում եք։ Encourage each other, build each other up. Քաջալերեք, ամրապնդեք մեկը մյուսին։ But sometimes that doesn't happen. Բայց երբեմն դա տեղի չի ունենում։ 1 Corinthians 11:17 Օրինակ առաջին Կորինթացիս 11-րդ գլուխ 17 together and it is not that beneficial. Ասում է որ այո երբեմն եկեցին հավաքվում, բայց այս նպատակին չեն ծառայում, չեն իրականացնում, այսինքն առաջին Կորինթացիս 11:17, բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դու ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։ In 18 and following, he starts saying because there's divisions when you come together. Եվ 18-րդ համարից հետո ասում է, որ դուք երբ որ հավաքվում եք, չեք նպաստում եք մյուս ծառայելու, այլ բաժանություններ կա ձեր մեջ։ He explains that their meal must have been terrible. The way they ate together must have been awful. Երբ որ իրենք հավաքվում են մեկտեղ ուտելու, դա նույնպես շատ անկազմակերպ էր։ One eats, the others left hungry. Մեկը շատ է ուտում, մյուսը մնում է սոված։ Every time I read that verse, I think of a bunch of pigs. Ամենակարևորը համարը կարդում եմ, մտքից գալիս են մի խումբ խոզեր։ Have you ever watched pigs eat? Տեսել եք երբևէ խոզերը ոնց են ուտում? It's nasty. Շատ դժվարի է, չէ՞։ They hit each other and knock each other out of the way, and the littlest pig never gets any food. Եվ նրանք մեկը մյուսին հրելով, խփելով առաջ են ընկնում եւ փոքր խոզերները մնում են սոված։ So, it's like we're going to have lunch tomorrow. Հիմա օրինակ վաղը մենք միասին պետք է ճաշ ունենանք։ You better not be in the toilet when we start or there will be no meat left. Լավ է որ դու չգնաս այդ ժամանակ լվացարան, որտեղ դու հենց գնաս գաս, քեզ էլ միշտ չի հասնի։ No, we need to care for each other. Պետք է երբ որ հավաքում ենք, մեկս մյուսի համար նույնպես հոգ տանենք։ You have to have some order and some structure for that to occur. Եվ այս ժողովները այս հավաքները պետք է ունենան կարգ ու կանոն։ 1 Corinthians 14:40 let everything be done decently and in order. 1 Corinthians Առաջին Կորինթացիս 14:40 համար նույնպես ասում է որ ամեն բան վայելուչ կերպով եւ կարգով թող լինի կարգապահությամբ։ Now historically when Christians have got together there have been certain things they've done together. Պատմականորեն երբ որ քրիստոնյաները միասին հավաքվում էին, որոշակի բաներ կար, որ պահվում էր, դրանք ինչ էին անում երբ որ հավաքվում էին։ And it's interesting many of the things Christians started doing together in the first century. Հետաքրքիր է քրիստոնյաները երբ որ առաջի դարում հավաքվում էին միասին, were the same things that were done in the synagogue by Jews. Այն ինչ որ իրենք անում էին այդ ժամանակ, շատ բաներ նման էր հրյաների հավաքին, ժողովին, երբ որ իրենք սինագոգներում էին հավաքվում, ժողովարաններում։ So many Christian historians would say the paradigm they used for worship gatherings was the paradigm they had seen in the synagogue when they were attending there. Paradigm, the way they did the paradigm, way of doing things. Worship. Yeah. Եվ պատմական ասում են, որ այն ֆորման ծառայության կամ պաշտամունքի, որը արվում էր եկեղեցիներում առաջի դարում, շատ բաներ նույնն էր, ինչ որ հրյաներն են անում իրենց ժողովարաններում։ First thing they read scripture together. Օրինակ, առաջի բանը իրենք երբ որ հավաքվում են միասին կարդում են Սուրբ Գիրք։ 1 Corinthians 4:13
Առաջի Կորինթացիս 1 Timothy 4:13. I'm sorry. առաջի Տիմոթեոս 4:13 Paul says to Timothy, until I come, devote yourselves to the reading of Scripture, Զոմիչև ես կգամ նվիրիր քեզ խոսքի ընթերցանությանը, the exhortation to teaching, ուսուցանելու եւ խրատելու, reading Scripture and teaching and preaching. Կարդալու Աստծո խոսքը, սովորեցնելու եւ քարոզելու։ 1 Timothy 2:8, Առաջի Տիմոթեոս 2:8 he says that he wants every man in every place to lift up holy hands and pray. Ես ցանկանում եմ որ ամեն մարդիկ ամենուրեք սուրբ ձեռքեր բարձրացնեն եւ աղոթեն։ This kind of lifting up hands, Jewish people lifted their hands up like this when they prayed. Հրեա ժողովուրդը ոչ թե այսպես էին բարձրացնում իրենց ձեռքերը, այլ այսպես էին բարձրացնում իրենց ձեռքերը աղոթքի պաշտամունքի ժամանակ։ Because it was their way of saying, God, I'm ready to receive any blessings you have. Եվ այսպեսի դիրքը նրանք կարծես ասեին Աստծուն, որ Տեր ես պատրաստ եմ ընդունելու այն, ինչ որ դու պատրաստել ես ինձ համար։ But they also would sing together. Բացի ընթերցանությունից, երբ որ նրանք հավաքվում էին, նրանք միասին նաև երգում էին։ Christianity has been a singing movement from the very beginning. Քրիստոնեությունը հենց իր սկզբանե եղել է այնպիսի շարժում, որտեղ երգեցողությունը արկա է եղել։ And even when we look at the Protestant Reformation, Անկամ երբ որ մենք նայում ենք ռեֆորմա բարեփոխման շրջանին, հա, ռեֆորմացիային, Martin Luther preached the gospel, Մարտին Լյութերը քարոզում էր ավետարանը, translated the Bible into everyday German. թարգմանում էր ավետարանը գերմաներեն լեզվում։ We don't think about the last one. He wrote songs. Եվ երրորդը ուծը չեք մտածել, բայց ինքը նաև երգեր էր գրում։ Because he said, Քրիստոնյա բառաբար։ if we don't teach people to sing their faith, they won't live their faith. Եվ նա ասում էր, որ եթե մենք չորեցնենք մարդկանց, թե որ իրենք երգեն իրենց հավատքը, նրանք նաև չեն էլ ապրի այդ հավատքը։ Colossians 3:16 says, let the word of Christ dwell in you richly. Կոլոսացի 3:16-ը ասում է թող Քրիստոսի խոսքը առատորեն բնակվի ձեր մեջ, Teaching and admonishing, սովորեցնելու եւ քաջալերելու, աճեցնելու համար, by singing. նաև երգեցողության միջոցով, ստամոսն երգելով։ I hope and I think that you all try to pick songs with good theology in them. Ես հույս ունեմ, որ դուք էլ ձեր եկեղեցում, երբ որ երգեր եք ընտրում, դուք էլ ուշադրություն եք դարձում երգերի մեջ եղած խոսքի When you have good վարդապետության։ theology in it, it sticks to your head better when you sing. Երբ որ կա առողջ աստվածաբանություն երգի մեջ, այն նաև երգի միջոցով մարդկանց մտքերում, հիշողության մեջ ավելի լավ է նաև։ I don't want you this Sunday to ask people this question, but you could. You what? I do not want you to ask people this question Sunday, but you could. Ես չեմ ուզենա որ դուք հարցնեք Կիրակի օրը ժողովրդին ես հարցը, բայց գուցե հարցնեք։ Name one song or two songs we sang last Sunday. Հարցեք օրինակ հիշում եք անցյալ Կիրակի որ երգեր ենք երգել։ Դրանցից մեկը կամ երկուսը ասեք։ And say, tell us what passage and what topic Dan preached on. Կամ նաև հարցրեք ժողովրդին կհիշեք դենը անցյալ Կիրակի որ հատվածի մասն է քարոզել եւ ինչ է վերնագիրը։ They might be like the wife got sick, the husband came home from church. Գուցե ընտանիքներից մեկը կինը հիվանդ է եղել, ամուսինն է եկել եկեղեցի։ The husband hadn't listened to the sermon very well. Ու ամուսինը գուցե լավ չի լսել քարոզը եկեղեցում։ She said, what did the pastor preach about? Ու կինը տանը հարցնում է ամուսնուն, այսօր Կիրակի ինչ էր քարոզում հովը։ About sin. Ինքը ասում է մեղքի մասին։ And what did he say? Ինչ ասես մեղքի։ He was against it. Ինքը դեմ էր մեղքի։ That's all he knew. Այսինքն սա այն է ինչ որ ինքը քարել էր այդ քարոզից։ So we need to have good songs that help people remember our good theology because sometimes they forget our sermons. Դեռ երբեմն երբ մարդիկ մոռանում են քարոզը կամ ուշադրություն չեն լինում, նրանք այդ օրը կարող են լավ աստվածաբանության, վարդապետության լեցուն երգերից ինչ որ բաներ քաղել։ Bible reading and teaching, prayer, singing. Ուրեմն աստվածաշնչի ուսուցանություն, նաև այստեղ ասում է And they also երգեցողություն եւ they did fellowship and they began to practice the Lord's Supper.
Եվ որ սկարակեցում նաև տեսնում ենք, որ ասում է, որ իրենք հավաքվում էին մեկտեղ հաց կիսելու եւ այդ ընթրիքին մասնակցելու։ So the commandment about the Sabbath Շաբաթ օրվա պատվիրանը is not repeated in the New Testament. նոր կտականում չի կրկնվում։ It's only one of the 10 that's not repeated. Դա այն 10 պատվիրաններից մեկն է, որ նոր կտականում մենք չենք տեսնում կրկնվող։ And it's the only one we really don't have to obey in the form that it was originally given. Սա պատվիրանն է, որը որ մենք չպետք պարտադիր չէ կամ պարտավոր չենք, որպես եկեղեցի իրականացնենք այն ֆորմայով, որը որ 5 տականյան օրենքի մեջ պահում էր Իսրայել ժողովուրդը։ But I do think we need to seriously think about those three themes of work, worship, and rest. Բայց մենք այդ պատվիրանի մեջ արկա սկզբունքը, այդ թեման, գաղափարը, որը որ կա, ինչը վերաբերվում է աշխատանքին, հանգստին եւ երկրպագությանը, այս ճշմարտ իր մեջ պարունակող սկզբունքը ճշմարտությունը, դա այն ճշմարտությունն է, որ այսօր նույնպես մենք պետք է դրա մասին մտածենք եւ իրականացնենք։ The fifth commandment is the favorite commandment of parents. Ուրեմն հաջորդ պատվիրանը, 5-րդ պատվիրանը 10 պատվիրաններից, ուրեմն դա ծնողների սիրած պատվիրան։ Honor your father and mother Պատվեք ձեր հորը եւ մորը, so that your life may be long in the land you're giving. որպեսզի ձեր երկար կյանք ունենա կան երկիրը, որտեղ որ Աստված ձեզ տվել է When I ապրել։ became a father, I read that second half a little differently. Երբ որ ես հայր դարձա, այս երկրորդ հատվածը ուրիշ ձև հասկացա։ And I thought, oh, honor your father and your mother. Ու ես մտածում եի, լավ է, հա, պատվել ծնողներին, հայրիկին եւ մայրիկին, So they'll fight against the desire to kill you sometimes when you're mean. sorry, So that they will fight against the desire to kill you when you're հա, պատվեք, որպեսզի իրենք կարողանան kill our children. կարողանան դեմ գնալ իրենց ցանկություններին, օրից մի օր որ կարող ունենան ձեզ սպանելու։ So, and he says it differently in Deuteronomy. And he says this is about to live long and that you may prosper in the land. Եվ երկրորդ օրենացում մի ուրիշ ձև է, մի քիչ ավելի ձևափոխված ձևով է ասում է պատվեք, որպեսզի այն երկիրը, որտեղ որ Աստված պիտի տա ձեզ ապրելու, այնտեղ հաջողեք։ I think that promise is just a blanket promise without any conditions or anything. Ես չեմ մտածում, որ այս պատվիրանը ինչ որ առանց պայմանի է կամ ինչ-որ բան չկա իր հետևում, պայման չկա այդտեղ։ I think that's more a result of what will happen if you honor your mother and father, if you'll listen to your mother and father. Այսինքն ես մտածում եմ, որ սա ոչ թե պայման է, այլ որպես արդյունք է, որ երբ որ դու այդ պատվիրանը կատարում ես, այսպիսի արդյունք է տալիս այդ պատվիրանը, այսպիսի։ Եթե չանես կյանքի տորը կախ։ So the question, so if you are not honoring, then you will have short life. It doesn't say that. Outcome. It says the result of honoring. It doesn't say what will happen. At the best, it would say this will lengthen your life, but it doesn't speak about the shortening. Ստեղ պատվիրանի մեջ ասում են, նայ, քո կյանքը երկար կլինի կամ կորնվի, բայց չի ասում, որ եթե չանես, ուրեմն կարճ կապրես շուտ կմահանաս։ Այսինքն դա խոստում չի կամ պայման չի, որ անպայման այդպես է լինելու։ Հակառակ կողմն ասում։ To say tomatoes are good does not mean cucumbers are automatically bad. Sorry. To say tomatoes are good doesn't mean cucumbers are bad. Երբ որ դու ասում ես, գիտես, պոմիդորը լավ անջարեղեն է։ So we have to be Դա չի careful. շարունակում, որ բառունգը վատն է։ Like you learn in hermeneutics, we have to be careful to interpret what is said. Սա հերմենևտիկական սկզբունք է, and որ տեքստերը դու մեկնաբանում ես, դու պետք է նայես տեսնես տեքստը ինչ է ասում ու կոնկրետ դա դուրս բերես եւ չենթադրես, որ հակառակը պարտադիր այդպես պետք է լինի, հակառակ։ So I think Proverbs explains to some degree why this might occur, that you'll be more prosperous, that you'll live longer if you honor your parents. Առակած գրքում ուղղակի ավելի լավ բարձ լինի, հետեւյալ համարը, հետեւյալ գաղափարը, ինչ որ խոսում ենք, There's a large emphasis in Proverbs on listening to your parents' advice. որովհետեւ առակած գրքում շատ համարներ կա, որ խոսում է թե ինչպես պետք է դու լսես քո ծնողի խորհուրդը։ So possibly the reason you have a longer life is you'll listen to their advice and you'll not make as many mistakes in life. Եվ տրամաբանական եզրակացություն կարելի անել նրա վերաբերյալ, որ երբ որ դու լսում ես քո ծնողներին, դա քեզ օգուտ է տալիս, որ քո կյանքի ընթացքում դու սխալ բաներ եւ վնաս բաներ քեզ չանես,
որը որ կարող նպաստի տարբեր վնասների քո կյանքում։ And like we mentioned before, this is the fifth commandment. Ինչպես ասացինք, սա 5-րդ պատվիրանն է, 10 The two պատվիրաններից, greatest commandments, love God, love your neighbor. եւ երկու մեծագույն պատվիրանները հիշում եք՝ սիրել Տեր Աստծո եւ սիրել քո ընկերոջը, And those commandments of love God, love your neighbor, that summary was already there in the Old Testament. Jesus did Yep. not create that. այս He եզրակացությունը, enforced it. երբ որ Հիսուսն ասաց ամփոփվում է այս պատվերի մեջ սիրել Տեր Աստծուն եւ սիրել ընկերոջը, սա նույնպես կա 5 տականում, սա նոր bան չէ։ So the rabbis, even before Jesus, were saying which of these 10 relate to love for God, which relate to love for man. Անկամ ռաբիները իրենք նույնպես բարձրաձայնում էին այս հարցը, ասելով որոնք են այս պատվիրաններից վերաբերվում Աստծո սիրելուն եւ որոնք են վերաբերվում մարդուն սիրելուն։ We know this succession had been happening because at one point Jesus asked a rabbi, what are the two greatest? Որովհետեւ սրա մասին մենք նաեւ հասկանում ենք այն խոսքից, երբ որ Հիսուս հարցրեց ռաբին, And he թե answered. որոնք են մեծագույն պատվիրանը եւ այդ ռաբին մեջբերում է հենց But in the Jewish understanding, which I think was right, number 5 really relates both ways, but primarily to the God side, love for God. Եվ ռաբիների հասկացողության ուսուցման մեջ այս 5-րդ պատվիրանը կարծես այս երկու մեծագույն պատվիրանների սիրո մեջտեղում լինի, բայց ավելի շատ towards God, yeah? Yep. Ավելի շատ կապված է Աստծուն սիրելու հետ, Because God has delegated authority to parents. որովհետև Աստված է որ կարգել է ծնողական իշխանությունը մարդու վրա, And how երեխայի people վրա։ react to their parents' authority, by rejecting a parental authority, you would really be rejecting God's authority. Որտեղ երբ որ մարդը մերժում է իր ծնողական իշխանությունը, չի պատվում, նա մերժում է Աստծո իշխանությունը, որտեղ մերժում է Աստծո դրած կարգը։ And very often, children that don't honor their parents don't honor God in time. Եվ սա շատ հաճախ, երբ որ երեխաները չեն պատվում իրենց ծնողներին, նրանք նաև չեն պատվում Աստծուն, նրանք չեն ենթարկվում իշխանությանը։ So this is an authority structure God has put in place, and children are to respect this authority structure. Եվ Աստված դրել է այս իշխանությունը, որպես երեխաները ընդունեն ու պատվեն այն ինչ որ Աստված կարգել է։ And when you read on into the New Testament, rejection of this commandment is a symptom of lawlessness and degradation in society. Նոր տական որ կարդում ենք, երբ որ մերժվում այս Աստծո կողմից դրված իշխանությունը ծնողական, դա տանում է հասարակության մեջ նաև դեգրադացման եւ տարբեր վնասների։ You remember Romans 1, the whole degradation that's happening there, corruption, Romans chapter 1. Երբ որ Հռոմեացիցը առաջի գլխում, թե երբ որ կարդում ենք, տեսնում ենք, թե ինչ դեգրադացիա գնացի հասարակության մեջ։ And Romans 1:30 mentions disobedience to parents as a part of that corruption degradation. Եվ հասարակության մեջ այս անկում ապրած վիճակի մեջ նաև կարդում ենք Հռոմեացիս 1:30-ում, որի մեջ ընդգրկվում է նաև ծնողներին անհնազանդության մեղքը։ 2 Timothy 3:1. Երկրորդ Տիմոթեոս 3:1 Hope do you want to read 3:1 and 2 since that's New Testament? Նոր տականից է հովնան եղբորը խնդրեն կարդա։ Երկրորդ Տիմոթեոս 3:1-ից 2 համարները։ Այսպես մարդիկ որ վերջին օրին չար ժամանակներ պիտի գնան, որ մարդիկ պիտի գնան ասել, ասել մարդավան հպարտ հայորի ծնողների անհնազանդ ապերախտ անսուր։ Okay. And what are some of the signs of the end of time? What are some of the evil things that will happen? Եվ սրանց այս թվակացների մեջ ինչն է, որ մեր թեմայի շուրջ Ծնողներին անհնազանդ։ այո, disobedience of parents։ Yep. So when people turn their back on God, Երբ որ մարդիկ ետ են կանգնում Աստծուց, one of the results is they don't obey their parents. դրա հետևանքներից մեկը նաև ծնողներին անհնազանդությունն է։ When children are young, Երբ որ երեխաները they դեռ must փոքր են, obey their parents. նրանք պետք է հնազանդվեն ծնողներին։ It first says just honor. Առաջին իհարկե նա ասում է նախ պատվեք, Honor is a much broader word. պատվել բառը ինքը ավելի լայն իմաստ ունի։ Honor involves showing respect,
Պատվել իր մեջ ներառում է հարգանք ցուցաբերել, And when kids are littler, the primary way they show respect is by obeying. եւ երբ որ երեխաները դեռ փոքր են, իրենց պատվելը ցույց են տալիս իրենց հնազանդության։ Ephesians 6:1 shows this connection between obedience and this command. Եփեսացիս 6:1-ը ցույց է տալիս այս կապը հնազանդության եւ պատվելու։ Children, obey your parents. Զավակներ հնազանդվեք ձեր ծնողներին առաջի համարը Right. And then he says, honor your father and mother. եւ երկրորդ համարը ասում է պատվեք ձեր հորը եւ մորը։ Colossians 3:20. Կողոսացիս 3:20 Children, obey your parents. երեխաներ հնազանդվեք ձեր ծնողներին Everything. ամեն բանում, For this is pleasing to the Lord. որտեղ սա հաճելի է Տիրոջը։ And Jesus himself, in Luke Հիսուսը նույնպես 2:51, Ղուկաս 2:5-ում he went down to Nazareth after being in Jerusalem at 12 որ նա իջավ Նազարեթ, and was obedient to his parents. երբ որ ինքը 12 տարեկան էր եւ նա հնազանդ էր իր ծնողներին։ Now the phrase in Ephesians 6:1, obey your parents in the Lord. Children, obey your parents in the Lord in Ephesians 6:1. Եփեսացիս 6:1-ում նորից երբ որ ասում է երեխաները հնազանդվեք ձեր ծնողներին, Could possibly indicate that some parents might require their kids to do things that would be wrong and not pleasing to the Lord. եւ ասում է Տիրոջով, հա, հնազանդվեք, սա ցույց է տալիս, որ գուցե ծնողներ կան, ովքեր իրենց երեխաներից պահանջում են ինչ-որ բաներ, պատվիրում են ինչ-որ բաներ, որը որ Տիրոջ շահաճելի չէ։ But as children get older, Բայց երբ որ երեխան մեծանում է, they are not required to obey their parents in order to honor them. նրանց չի պարտադրվում, չի պատվիրվում հնազանդվել ծնողներին, որպեսզի պատվեն։ Genesis 2:4 says, Ծննդոց 2:4 this is why a man leaves his mother and father ասում է, ահա թե ինչու մարդը պիտի թողնի իր clings to his wife. որպեսզի եւ միանա իր կնոջը։ Marriage is the creation of a new family. Քանի որ ամուսնությունը նոր ընտանիքի սկիզբ է, And we have to, may not physically leave mom and dad, եւ սա գուցե հա ֆիզիկապես մարդը չթողնի իր ծնողներին, we are no longer obligated to do all the things they advise us or command us to do. բայց սա ցույց տալիս որ մենք For our own family. պարտադրված չենք հնազանդվելու ամեն մի խոսքին, ինչ որ մեր ծնողները կասեն։ I've seen Երբ որ մարդը արդեն հասուն է։ couples that continue to try to obey their parents after they're married. Ես տեսել եմ զույգեր, երբ որ իրենց ամուսնությունից հետո նրանք շարունակում են իրենց ծնողներին հնազանդվել ամեն ինչով։ And it always creates big problems. Եվ դա միշտ բերել է մեծ խնդիրներ հետո։ Mom, Dad, what should we spend our family budget on? Իրենք ամեն բան հարցնում են ծնողներից, օրինակ մայրիկ, Մայրիկ, հայրիկ ինչ պետք է անենք մեր ընտանեկան ֆինանսների կազմակերպման հարցում։ And they feel like they have to obey their parents. They have to remain small children until their Եվ parents իրենք die. կարծում են, որ իրենք պետք է շարունակ մնան այդպիսի երեխաներ, իրենց ծնողների հնազանդ ամեն ինչում, The Genesis Մինչև իրենց message ծնողները is չման։ no maximum Բայց up to ծննդոցն էլ the է ցույց point of տալիս։ marriage. And from then on, it's a new household. Ոչ, երբ որ մարդը հասունանում է, անգամ երբ որ նոր ընտանիք է կազմում, այդտեղ արդեն ցույց է տալիս, որ դա ծնողական իշխանությունից ազատ իրավիճակ է։ But there's a type of honor that occurs when the parents start to get older. Բայց երբ որ ծնողները ավելի մեծանում են, այդտեղ ծնողներին հարգելը, ծնողներին պատվելը կարող է դրսևորվել ուրիշ կերպ։ At this point, the children are obligated to take care of their parents in their old age. Այսպիսի ժամանակ երեխաները պարտավորված են կամ պետք է հարգեն ծնողների համար հոգ տանելով։ Դա նույնպես պատվելու մեջ է մտնում։ I don't know if that's popular in Armenian culture. It's not always popular in Ukrainian culture. Չգիտեմ սա հայկական մշակույթում տարածված է թե ոչ, բայց Ուկրաինայում is not popular in Ukraine. Not popular in Ukraine. Ուկրաինայում ոչ այնքան տարածված։ Ոչ տարածված է։ In Ukraine, they feel like mom and dad should take care of me till they die. Ուկրաինայում մարդկանց մտածելակերպ մեջ ավելի այսպես է նստված, որ իմ ծնողները պետք է հոգ տանեն իմ համար այնքան, մինչև իրենք
ինչքան ժամանակ իրենք կենթանի են։ Дети не заботятся о родителях, родители обязаны заботиться о детях. Երեխաները պարտավոր չեն հոգ տան ծնողի համար, այլ ծնողն է պարտավոր միշտ հոգ տանի։ That's not what the Bible teaches. Բայց sա ինչ ինչ որ Սուրբ Գիրքն է ուսուցանում։ Somebody want to read 1 Timothy 5:4? Օրինակ առաջի Տիմոթեոս 5:4 ընթերցենք, առաջի Տիմոթեոս 5-րդ գլուխ 4 համարը։ Բայց եթե մի այլ զավակներ եւ զավակներ ունենա, նախ նրան թող սովորեն իրենց դամքով որ քրական սեր ցուցաբերել եւ ծնողների բացայտուց լինել, որտեղ այս է բարի ընդունելին աստծոց։ They are to repay their parents. Ասում են պետք է փող հատուցեն այս This ծնողները, pleases God. որովհետև սա է Աստծուն առաջ ընդունել։ The idea is your parents gave and gave and gave to you. Միտքը այն է, որ ծնողները շարունակ երեխային տալիս են եւ հիմա արդեն ժամանակն է երեխան վերադարձնել։ Same idea we find in Mark chapter 7 verses 9 to 12. Նույնը տեսնում ենք Մարկոս ավետարան 7-րդ գլուխ 9-րդ համարը։ Who would like to read that? Մարկոս 7:9 7:9 ցանկանակ to կատը։ 12. Մարկոս 7:9։ Եվ նրանց Հաղորդակար։ շատ լավ, ուրեմն Աստծո պատվիրանները անարգում եք, որ ձեր ավանդույթը պահեք, պահեք, Only 9։ 9 to 12. Հա, 9-ից 9, 12։ 10, 11, 12. 9-ից 12։ որովհետև Մովսեսն էլ պատ ախպեր կարդա էլի, ես հեռախոսում Եվ նրանց ասած յավեք անարգում աստծո պատվիրանը, որպեսզի ձեր ավանդույթը պահեք, որովհետև Մովսես ասաց. Պատվիր քո հորը եւ քո մորը, եւ ով անից իր հորը կամ մորը մահվան թող պատժի։ Բայց դուք ասում եք, եթե մեկ իր հորը կամ մորն ասի, թե ինչ ինձնից պիտի ստանաս կորբան է, այսինքն աստծո տվել կծանա ազատ կտություն։ You can read verse 13 if you would like as well. 13-ն էլ։ Եվ այլևս դուք չեք տալիս որ նա իր հոր կամ մոր համար մի բան անում, եւ իջի ծածկելով աստծո խոսքը ձեր ուսուցած ավանդույթով։ Եվ սա նման շատ բաներ է կանոն։ So what is he accusing them of doing in verse 9 and verse 13? 9-ում եւ 13-ում ինչի համար իրենց հանդիմանում անարգել Աստծո խոսքը։ dishonoring God's word։ Yep, they're setting it aside. They're saying, that doesn't apply. Այո, իրենք դրել են մի կողմ, ասում են, դե սա իմ կիրառելի չէ մեզ համար։ It's unrelated. So, and he gives an example. This is one way you do it. Եվ ինքը տալիս է օրինակ, թե ինչպես պետք է իրականում անեք։ The Bible in verse 10 teaches honor for mom and dad. Ասում են 10-րդ համարում քանի որ Աստծո խոսքը սովորեցնում որ պետք է պատվես հորդ եւ մորդ։ In the Old Testament even goes so far as to say, if you speak badly of them, you can be put to death. Եվ ասում են անգամ մեջ բերում է 5 տականյան այս խոսքը, որ ասում է ով որ չարախոսի, պիտի մահով պատժվի։ Չարախոսի հորն ու մորը։ There were not that many crimes in the Old Testament that were punishable by death. 5 տականում շատ քիչ էր այն պատվերները, որոնց խախտման ժամանակ մահապատիժ էր սպասում։ Deliberate murder was, if you deliberately murdered somebody, Երբ you were killed. որ դու ինչ-որ մեկին դիտավորյալ սպանել ես, այդ դեպքում քեզ մահապատիժ սպասվում էր, But stealing of any sort in any amount was never punished by death. բայց օրինակ գողության համար 5 տականում չկար մահապատիժ։ The death penalty was reserved for gross sin, for evident horrible sin. Մահապատիժը սահմանված էր շատ ավելի վատ սարսափելի մեղքերի համար։ Murder, adultery, disrespecting your parents. Երբ որ դու սպանում ես ինչ-որ մեկին, երբ որ շնանում ես եւ երբ որ ծնողներին ես անհազանգ։ Այս դեպքերում էր մահապատիժ է դրվել։ By that, God is showing us that dishonoring your parents, that's a big problem. Ես սրանով Տերը ցույց էր տալիս, որ ծնողների անհազանգությունը դա մեծ խնդիր է։ But what did they do? Verse 11. Իսկ ինչ էին այս մարդիկ անում, ինչպես էին նրանք մեկնաբանում 11-րդ համարում They labeled it korban. նրանք այս կորբան ասած It's an Aramaic term meaning devoted to God. սա արամերեն տերմին է, որը նշանակում էր Աստծուն նվիրված, Աստծուն նվիրված։ Now, they never intended to give this money to God. They never planned to give this money to Այդ God. մարդիկ նախապես մտադրություն չեն ունեցել, որ այս գումարը որ կա, իրենք պիտի տան Աստծուն ծառայության։ I know mom and dad, you need food, you need clothing. Իրենք sense են մտածում, հա դե գիտեմ, հայիկ մայրիկը կարիք ունեն հագուստի, կարիք ունեն ուտելիքի, But I've կատարության, dedicated all this money to God. բայց ես այս իմ կարողությունները ես Աստծուն եմ When are you going to give it to God?
Երբ ես տալու դա Աստծո։ I don't know, but it's not. Չգիտեմ, within me. բայց իմը չի այլևս էստի Աստծո համար է It նախատեսված։ says you do this just so as not to help your parents. Բայց Հիսուս ցույց է տալիս, որ իրենց շարժառիթի մեջ խնդիր այն էր, որ իրենք դուք սա անում եք, որպեսզի ձեր ծնողների համար չանեք։ Սա է ձեր նպատակը։ I knew that my dad was not in good health. Ես գիտեի, որ իմ հայրիկս օրինակ ինքը առողջապես վատ վիճակում էր, So I went to America for about 3 weeks. եւ ես գնացի Միացյալ Նահանգներ 3 շաբաթով մնալու, But the day before I had to fly back, spent a Yeah. few hours with him. եւ այն օրը, երբ որ ես պետք է վերադառնայի նորից ծառայության, միսիոներության, ես մի քանի ժամ խոսում էի իր հետ, հայրիկիս հետ։ And he was sitting there. Ինքը միասին նստած էինք, Uh, his hands didn't work very good anymore. իր ձեռքերը արդեն չէին աշխատում լավ։ And he was trying to open a yogurt. Ինքը փորձում էր յոգուրտը բացել, Good. բայց չէր կարող։ He said, "Would you open my yogurt?" Ինքը ինձ խնդրեց, ասեց դու կբացես յոգուրտը ինձ I համար։ opened his yogurt. Բացեցի, I set it down. տվեցի, նստեցի։ I said, "Thank you for all the things you've done for me." Ես ասացի շնորհակալություն այն բոլոր բաների համար, որ դու արել ես ինձ համար։ And I had to leave. Ու ես պետք է գնայի արդեն, And I walked away thinking, եւ ես գնացի մտածելով, opening a yogurt is nothing յոգուրտը բացել դա ոչինչ է։ compared to all the things he's done for me. Համատած այն բոլոր բաների համար, որ ինքն է արել ինձ համար։ And I so wished I could have stayed and done more for him. Եվ ես շատ կուզեի որ ավելի կարողանայի նայ իր կողքին ու ավելի շատ բան անել իրաց։ It's so cold-hearted to see kids say, "Yeah, Mom and Dad, I'll take and take and take from you." Եվ շատ ցավալի է տեսնելու, թե ինչպես են երեխաները միշտ տրամադրված ծնողներից վերցնելու, But when you get old, don't call me, don't write me. Բայց երբ որ ծերանում են, ասում են դե մի զանգեք, մի կապնվեք, մի գրեք, And they expect God will bless these children, expect God will bless their lives and marriages. եւ այս երիտասարդները մտածում են, թե Աստված պիտի օրհնի իրանց տունդը, God իրանց is saying, no. Բայց Աստված ասում է ոչ։ Honor your father and mother, and then you'll have Patrik. long prosperous. Պատվեք ձեր life like this. օրենքները եւ հետո օրհնությունը պիտի գա։ Եվ աջող։ What you often see in family relationships like that, Շատ հաճախ որ տեսնում ես ընտանեկան հարաբերություններում այս իրավիճակը, what you sow is what you reap. դա ցույց է տալիս այն, որ այն ինչ որ դու ցանում ես, այն էլ հնձելու ես։ Kids that ignore their parents when their parents are old Երեխաները ովքեր անարգում են ծնողներին, երբ որ will ծնողները be ծեր են, ignored by their children when they get old. իրենք նույնպես անարգանք են կրում իրենց զավակների կողմից, երբ որ իրենք են ծերանում։ My grandfather was in Պապիկս the hospital. He was dying of cancer. հիվանդանոցում էր եւ քասկեղով մահմերձ էր։ The cancer had made his feet and legs just hurt a lot. Այդ քասկեղի պատճառով իր ոտքերը ցավի մեջ չէր քայլում And he asked my mom just to rub his feet to get rid of some of the pain. եւ խնդրեց մայրիկիս իր ոտքերը ծո մասաշ բանանի։ Հա, My mom walked down there with a big smile. She rubbed his feet, relieved some of his pain. եւ մայրս ախությամբ դա անում էր, օգնում նպաստում էր որ ցավը մի քիչ ավելի And then դեպի the nurses need to do something, so we all walked out in the hallway. Եվ բուժքույրները պետք է ինչ-որ մի բան անեին, գործողություն անեին եւ մենք բոլորը դուրս եկանք And սենյակից դուրս I had an aunt who was not a very nice person. ու մի մորքրու ունեի, որը այնքան էլ լավ բարի մարդ չէր Her husband was my grandfather's son. She just married into the family. իր ամուսինը պապիկիս տղան էր, այսինքն պապիկի հարցն էր And she looked at my mom and said, "Why did you bother rubbing that old man's feet? Why did you rub that old man's feet?" ու հարցնում էր իր մայրիկին դենի մայրիկին թե ինչու ես այդ մարդու ոտքերը Now, my mom was a very short person. մայրս շատ կարճասակ կին էր She would have fit here in Yerevan pretty well among the women. She was short. Երևանի աղջիկների հետ խոսեր իր հասակը She was even Who's shorter that? than Kaylee, who came with. Քեյլին որ եկել էր շնդեր իրանց էլ ավելի կարճասակ էր But my mom had some emotions. բայց մայրս զգացմունքան կին էր And she got right in her face. ու նայեց հարսին That's my dad.
նայեց ու ասեց նա իմ հայրն է։ and I will honor him till he dies. Ասում եմ ես պիտի պատվեմ իրեն մինչև ինքը մահանա։ And if you don't like it, go out that door right now. Ասում եմ թե քո դուրը չի գալիս, ում այս սենյակից դուրս արի։ She put that woman in her place. Այդ կնոջը սենց ասած իր տեղը դրեց։ Հարսին։ I was so proud of my mom. Ես մամայիս համար հպարտանում եմ մայրիկովս։ Yeah. Ես ուրախ եմ, որ ինքը այդպես պատվում էր։ That's honoring parents. Դա է նշանակում ծնողներին հարգել։ Even when they're old, it's honoring your parents. Երբ որ նրանք ծերը մենք սա է նշանակում ծնողներին հարգել։ So we need to honor our parents by obeying when we're young and by loving them till the last day of their life. Եվ այսպես է նշանակում ծնողներին հարգել մինչև իրենց կյանքի վերջը։ But parents, they must love their children too. Բայց ծնողները պետք է իմանան թե ինչ նշանակում նաև սիրել իրենց երեխաներին։ But the interesting thing is the way we express that love may not always be the way the kids want us to express our love. Իհարկե դա այն է, որ այն կերպը, որով որ ծնողները սիրում են երեխաներին, շատ հաճախ երեխաների ակնկալած կերպը չէ, թե ինչպես պետք է ծնողները իրենց սիրեն։ The one who loves his son will discipline him. Որտեվ ով սիրում է իր զավակին, նա դաստիարակում է, խրատում է իր զավակին։ Dad, could you love me a little bit less? I don't want to love you. Զավակները գուցե մտածեն, դե հայ մի քիչ կարաս, ինձ քիչ սիրես։ And God assumes that it's normal for parents want to do good for their kids, to discipline them also to do good for them. Եվ իհարկե Աստված է դրել այդ պատվերը, որ ծնողները իրենց երեխաներին պետք է խրատեն եւ այդպիսի սեր ցուցաբերեն։ Luke 11:13, if you then who are evil know how to give good gifts to your children, Ղուկաս 11:13, ով ասում է, որ դուք լինելով չար գիտեք թե ինչ բարի բաներ տակ ձեր զավակներին, but we love them and we try to help them to be obedient. բայց մենք որպես ծնողներ մենք սիրում ենք եւ այդ սեր ցուցաբերում ենք նրանց օգնելու, որպես նրանք սովորեն հնազանդություն։ The criteria for elders, all the criteria that are listed really are qualities that every godly man should have. Եվ երեսների համար սուրբերքում գրված այդ որակները դրանք այն որակներն են, որոնք այո պետք է յուրաքանչյուր քրիստոնյա մտածի ունենա։ And it says in Titus they should have children who are not accused of wildness or rebellion. Տիտոս թղթում ասում է, որ երեսները պետք է այնպեսի Moms and զավակներ dads should be teaching դաստիարակեն, their որ kids նրանք լինեն հնազանդ, ոչ թե to be obedient. ըմբոստ։ Sorry։ They should teach their kids to be obedient. Այսինքն նրանք ծնողները նույնպես պետք է սովորեցնեն իրենց զավակներին I can լինել tell you հնազանդ։ in my life, it was easy for me to understand obedience to God. Ես ասեմ, որ իմ կյանքում ինձ համար շատ հեշտ է եղել թե հասկանամ, թե ինչ է նշանակում մարդուն հնազանդվել։ Not easy to do, but easy to understand. Ոչ թե հեշտ կատարել, այլ հեշտ հասկանալ։ Some people have bad parents. They're just really mean. Այո, շատերը ունեն վատ ծնողներ, կոպիտ ծնողներ, So they really struggle to obey them as children. եւ իրենք լինելով երեխաներ, ինձ համար պայքար է, պատերազմ է հնազանդվել իրենց ծնողների բոլոր ասածները։ I was very blessed. Բայց ես օրնված էի, I had a good mom and dad որտեղ ես ունեի շատ լավ who loved me. ծնողներ, ովքեր իրապես սիրում էին ինձ, And I learned to obey loving parents. եւ ես սովորեցի հնազանդվել այսպիսի սիրող ծնողներին, That transferred to my Christian life. որը որ ազդեց նաև իմ քրիստոնյա կյանքին, I have a loving heavenly Father who wants me to obey for my good. որտեղ ես հասկացա, որ ես ունեմ երկնային հայր, ով ինձ ասում է հնազանդվիր իմ օգտի համար, իմ սիրելով։ But to help them be obedient, we have to work on developing character in them. Բայց որպեսզի ես սովորեցնեմ իմ երեխաներին հնազանդվել, ես պետք է նրանց օգնեմ նրանց բնավորության վերաբերմունքի մեջ Ephesians ձևավորվելու։ 6:4. Օրինակ, Եփեսացիս 6:4-ում ասում է. Don't provoke your children to anger, Ասում է հայրեր, մի բարկացրեք ձեր but bring երեխաներին, them up in the discipline այլ and instruction նրանց of the Lord. խրատեք տիրոջ շմարտության մեջ։ What do you think he means by don't provoke your children to anger? Ինչ է կարծում, ինչ է նշանակում այս խոսքը, որ ասում է ձեր երեխաներին մի բարկացրեք։
Դերնա որ կարա օրինակ Սենց ասում ես, կարա մարդուն ստիպի, որ այդ մարը երեխան մեղք գործի։ Իրար ճուզածան Միոպե երթով թարգմանենք։ Այդ մեղքի մեջ չէ։ So the parent who can force his children to get into sin. Okay. Մեհեր ինչ ասել։ ոնց որ երեխու կամքին կամքը նվազ տասնի իր ճուզածը անի երեխան։ Or for example, Դա ես մեծն եմ ասում։ not consider the will of children and to tell what only parents want, and they must do whatever parents want. Now remember, Hebrew parallelism. Հիշում եք եբրայերեն այս parallelism գաղափարը First half and the second half զուգահեռական համարների are talking about the same thing. հաճախ լինում է որ համարի They're just առաջի describing եւ երկրորդ մասը խոսում են նույն բանի մասին, բայց դրանք պարզապես նույն գաղափարի տարբեր նկարագրության կերպեր են։ The second half talks about discipline, which is boundaries, punishments, rewards. Եթե համարի երկրորդ մասը խոսում է դաստիարակության մասին And instruction, which is giving them information and teaching them principles, right from wrong. եւ խոսում է խրատի մասին, թե որն է ճիշտ, որը սխալ, Then the first half must have something to do with those two things as well. նշանակում է որ այս համարի Discipline and մեջ instruction. առաջի համասը նույնպես պետք է կապված լինի երկրորդ մասում նշված գաղափարի հետ։ So I think we anger our children Այսինքն When առաջի հատվածը, երբ որ ասում եմ բարկացնում եք, we don't have effective or consistent discipline. դա ցույց է տալիս, որ ծնողը չի կատարում իր պատասխանատվությունը ճիշտ կերպով խրատելու եւ And կրթելու։ when we don't give them clear instruction and explanation of why we require this. Եվ երբ որ ծնողը չի տալիս པարզ բացատրություն, པարզ ուսուցում, թե ինչու է ինքը պատվիրում այս կամ այն եւ ինչի համար է դա ասում իր երեխային։ As many Christian experts on child raising have said, the biggest thing you need to instill in kids is the following. Instilling And you need to have them, you need to pass this to them. մի փորձառու խորհրդատու այս է ասել, այս միտքն է ասել, թե ինչն է կարևոր, որ դու պետք է փոխանցես քո երեխաներին։ There are rules Կան կարգեր, and there are consequences. կան օրենքներ եւ կան հետևանքներ։ God says, do this. Աստված ասում է արա սա, If you do, blessing. If you don't, եթե անես կլինի օրհնություն, uh-oh. it's maybe because of his Oh, that's the one that's bad, right? Let's put this way. Yeah, this is connected, yeah. It's going to take a while. Okay, we may have to include today. But what's happening is, if we can help kids to develop that as a way of thinking, Եթե մենք կարող ենք օգնել մեր երեխաներին իրենց մտածելակերպի մեջ, it's okay. Thanks. Is it showing? If it's showing, it should be charging, I think. Okay. If they don't think that way, if kids don't realize there are consequences to actions, Եթե երեխաները չհասկանան իրենց կատարած գործողությունների պահվածքի հետևանքների մասին, they'll be miserable the rest of their life. իրենք իրենց ողջ կյանքի հասկում են անկարգ լինելու։ I don't know why I'm experiencing this pain in my life. Ինքը կարող է հարցին գալ, ես չեմ հասկանում ինչու համար ես իմ կյանքում What you sow, you reap. այս դժվարություններին հանդիպում, որտեղ ինքը դեռ չի հասկացել, որ այն ինչ որ դու ցանես, դա հնձում ես։ But we anger, we frustrate children when they don't know what the rules are. Ուրեմն մենք մեր երեխաներին բարկացնում ենք կամ վատ հետևանքներ ենք թողում իրենց կյանքում այն ժամանակ, երբ որ ծնողը իր պարտասխանատվությունը չի իրականացնում ճիշտ ուսուցանելու։ Even some Christian parents parent according to an old Soviet rule. Անկամ հին ժամանակի սովետական միության ժամանակ եղած ժամանակաշրջանում ծնողների Правила узнаются в момент наказания. The rules only know at the point you're being punished for disobeying the rules. բանը
օրենք պատմանը կարգերը, կանոնները կամ պատվերները երեխան իմանում է այն ժամանակ, երբ որ պատժվում է։ Չի սովորացվել նախկինում, I էլի։ mean, even in that process, and we could talk about it a long time, but to enforce that with our kids, we did the following. Բայց ծնողը երեխաներին պետք է հետևյալ կերպով ուսուցանի։ When they came to me with a request, Օրինակ, երբ որ իմ երեխաները ինչ-որ հարցով գալիս էին ինձ մոտ, I would say, "Oh, have you talked with your mom?" ես ասում եի, դու հարցրել ես քո մայրիկին։ No. Ասում է, չէ։ Have you talked with your mom? Ասում եմ, Again, I would ask, "Have you talked with your mom?" խոսացել ես մայրիկիդ հետ։ Yes. Հետո ասում է, հա։ What'd she say? Ինչ ասեմ She մայրիկի said հետ հարցով։ no. Ինքը չի համաձայնում, ասել է Why? ոչ, չի կարելի։ Հետո հարցում եմ, բայց ինչ ես եկել ինձ They հարցնել։ knew. Mom said no. Dad says no. Ու իրանք սովորեցին հետևյալը, որ եթե մայրիկը ասում է ոչ, հայրիկն էլ պետք է ասի ոչ։ Մայրիկը եթե ասեց հա, հայրիկն էլ է ասում հա։ And the two things that they were most harshly punished for were these: Եվ երկու բաները, որոնց համար իրենք շատ ավելի խիստ էին պատժվում, Lying. հետևյալն են։ Դա ստելը and trying to manipulate us. եւ փորձը մեզ մանիպուլացնելու։ If you don't teach kids that those things have bad consequences, Եթե դու չսովորացնես երեխաներին, որ այս մեղքերը ունեն մեծ հետևանքներ, they'll go through life lying to people, իրենք իրենց ոչ կյանքում են manipulating people, and suffering the pain because of it. իրենք ոչ կյանքում են մարդկանց հետ վարվելու այս նույն կերպով, խաբելով, մանիպուլացնելով եւ որը բերելու իրենց կյանքում հետևանքներ։ The discipline is to form character. Դաստիարակությունը դա այն նպատակով է արվում, որպեսզի երեխայի մեջ ձևավորի ճիշտ բնավորություն։ There's a verse in Proverbs that when I was a child, I did not like this verse. Ինչպես Արաքածի մի համ կա, որ փոքր ժամանակ չէի սիրում այդ։ And when we had our kids, I kind of liked it. Երբ որ իմ երեխաները ծնվեցին, ինձ դուր եկավ այդ համարը։ Foolishness is in the heart of a child, Հիմարությունը երեխայի սրտում է, but the rod of discipline drives it out. բայց գավազանի դաստիարակությունը դուրս է մղում այդ հիմարությունը։ But God disciplines those who He loves. Բայց գիտենք, որ Աստված դաստիարակում է նրանց, ում նա սիրում է, So we should discipline our kids հետևաբար մենք էլ մեր երեխաներին պետք է to help form their character. դաստիարակենք, որպեսզի ձևավորվի նրանց մեջ ճիշտ We don't want our բնավորություն։ kids just to blindly obey. Իհարկե մենք չենք ուզում մեր երեխաները կուրորեն We want them to, for Anazan, these principles we're disciplining them by to become their moral compass in life. այլ մենք ուզում ենք, որ այն կարգերը, այն ճշմարտությունը, որոնցով որ մենք իրենց սովորեցնում ենք, դերս դաստիարակում ենք, դա դառնա իրենց իսկ արժեքներ, արժեհամակարգի մեջ։ Our youngest son had been around a bunch of other people. He was about 15 and other 15-year-olds. Մեր փոքր տղան, երբ որ ինքը 15 տարեկան էր, շրջապատի մեջ էր ընկել, He came home and he said, does nobody else have normal parents but me? դա եկավ ու մի օր ասեց, այս շրջապատի տղաները, իմ ընկերները ոչ մեկ նորմալ ծնողներ չունեն, ոնց որ ես ունեմ լավ ծնողներ։ Ասում եմ, ինչի՞։ But you're fair. Ասում են դուք ոստեղ կոպիտ լինում եք, բայց դուք արդար եք։ But you love. Հա, դուք սիրում եք ինձ, լինելով անգամ ինչ-որ դեպքերում And խիստ կոպիտ կամ so there's a lot of foolish Right. things my friends are trying to do that. I'm trying. իմ ասում են ընկերներ ունեն, որոնք շատ հիմար բաներ են փորձում իրենց Do կյանքում, this, get this. բայց ես չեմ անում, որովհետև գիտեմ, եթե անեմ, հետևանք է կար իմ կյանքում։ And he Բայց said, իրենք չեն հասկանում դա։ he actually at 15 years old said, thank you for being strict. Դու տեսեք, 15 տարեկան երեխան արդեն հասկանում է ու մեզ ինքը ասեց շնորհակալություն, որ խիստ եք եղել Now մեզ։ in that, Խիստ եք եղել ինձ հետ։ there's a phrase and we'll look at it tomorrow, but you might see it on your slides now. It's from Hebrews. And it says that we all had earthly fathers. Եբրայեցիս նամակում եթե հիշում եք այն համարը, հիմա չենք նայել, բայց մյուս անգամ ավելի մանրամասն կնայենք, And they disciplined us as they saw fit. որտեղ խոսում այն մասին, թե ինչպես մեր երկրավոր հայրերը իրենք իրենց պատկերացրած, իրենց հասկացած ձևով մեզ դաստիարակում են իրենց պատկերացած լավի։ The biggest mistake parents think is that they have to always do things right. And they can always discipline their children exactly right. Եվ սխալներից մեկը, որ ծնողները թույլ են տալիս այն է, որ իրենք կարծում են, որ իրենք պետք է այո ամեն կերպ լավագույն ձևով դաստիարակեն, ու իրենց թվում է, թե իրենք միշտ ճիշտ ձևով են դաստիարակում։ My mom had been a mom for 15 years before I was born. Մինչև ես ծնվել, մինչև իմ ծնունդը, մայրս արդեն
15 տարի 50 years she was mom. My oldest brother is 15 years older than me. 15 տարեկան, She's been a mom 15 տարի նա արդեն ծնող էր, որտեվ իմ մեծ եղբայրը 15 տարով մեծ էր ինձ։ So by the time we had our first kid, you know, she'd been doing mom stuff for 30 some years. She'd been a mom for 30 some years when Lori and I had our first child. Երբ որ մենք երեխա ունեցանք, ես ու Լորին, մեր առաջ երեխայի ժամանակ, արդեն մայրս փորձառու տատիկ էր, էլի սենց։ And I said, Mom, when did you figure out exactly what to do so that you could discipline us and instruct us perfectly? Ու ես հարցնում եմ իմ այգին, ինչպես ես դու սովորել երեխաներին դաստիարակել այսքան Hold on, you would have loved my Կատարյալ ձևով։ face at this moment. ու դու You օրինակ would դու have ponderable to be. դու ուրախ She լինեիր, laughed լսեիր իր and laughed and laughed. ու ինքը ծիծաղեց իմ ասելուց, She said, I didn't figure it out. ասում է, բայց ես երբեք չեմ էլ հասկացել, որ նա լավ I է։ just did the best I could and I prayed a lot. Ասում է շատ աղոթում եմ, ուղղակի անում եմ իմ լավագույնս, ինչքան որ կարող But then she looked at me and she said this, եմ։ Ու նայեց ինձ ասաց, Дети не стеклянные, они резиновые. ասում է, որ Kids aren't glass, they're rubber. երեխան ինքը ապակուս չէ, այլ ռեզինից է։ Just love them a lot and you won't break them. Եթե իրենց սիրես, չկոտրես, But if you walk around all the time afraid you'll break them, բայց եթե դու ամեն անգամ վախենալով իրենց կողք կլինես, մտածես կգնեն կջարդվեն, do the best you can. վնաս կտաս։ Բայց երբ որ դու շատ աղոթում ես ու քո լավագույնը անում ես, And օգուտ կլինի։ you're not my kids, Դուք իմ երեխաները չեք, but I want to be kind to you. բայց ես ուզում եմ ձեր հետ այսօր լինել բարի։ And I don't want to anger you. Ես չեմ ուզում ձեզ բարկության մղել, So the expectation was we'd get out about 6, բայց քանի որ ակնկալիքն է, որ մենք միջև 6-ը ավարտեինք, and I don't want to have the consequences of making you mad. ու ես չեմ ուզում քաղել այն հետևանքները ձեզ So we're բարկացնելու going to let you պատճառով։ go for today. Ձեզ այսօր թույլ կտամ ավարտենք ու And I գնանք will հանգստանալ։ charge my planchette for tomorrow. Planchetten And էլ hopefully we'll be able to ձեռագրել։ go in. I cannot guarantee we'll get through all the slides tomorrow. I got too excited preparing the slides. I had too much fun preparing the slides. Այս սլայդը պատրաստելիս շատ դուրս եկավ, շատ ուրախ եի, որ պատրաստում եք ձեր համար, բայց վաղը կարծում եմ ամբողջը չենք հասցնի անցնենք։ But if we don't get through them, Եթե ամբողջը չանցնենք միասին, just have Lilith read them and she can explain them all to you. ու Լիլիթ քրոջը կխնդրենք կարդա բոլոր սլայդերը եւ ձեզ կպատմի։ Thank you for your time today. Շնորհակալություն ձեզ We ժամանակին։ do have a lot of slides left tomorrow. We'll do our best to get through as many as we Բայց can. փորձենք վաղը լավագույնս սլայդերը, որ But պատրաստել our եմ, goal tomorrow will be to խոսենք։ end no later than 16. Միջև 4-ը, չէ՞, авարտենք վաղը։ А, 16 да, нормально. если будет надо, можете и больше. Не, ну посмотрим. Я думаю, Да, тестинг, музыка. No, Хорошо. I just have to read. Спасибо. The sermon is not done when the preacher quits talking. Քարոզը չի ավարտում, երբ որ քարոզը չի avարտում, երբ որ քարոզիչը վերջացնում է խոսքը։ When the people stop listening. Բայց քարոզը ավարտվում այն ժամանակ, երբ որ լսողներն It's դաշարում not լսեն։ over. Сессия не заканчивается всегда, когда преподаватель перестает говорить, а когда студенты перестают слушать. Սեսիաներն դեր։ Does anybody want to pray in the end of the day? Շմեկը կուզի աղոթել այսօր։ I can pray. Sure, that'd be great. Աղոթենք։ Տերի մեր եկնավոր հայր,